Բարելույս սիրելի քույրեր եւ եղբայրներ, գողջունեմ ձեզ բատվական մեր փրկչին Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Փառքը լավ որ իր դան եւ իր ներկայության մեջ ենք, այնպես է։ Շատ հիանալի երկրպագություններիք, ճշտամունքերիք Տերը ձեզ բոլորդ առադապես օրհն է։ Փառքի Սուրբ անվանը։ Հալելույա։ Գիտեք սիրելիներ, այս անցնող շաբաթը, որ մենք ամբողջացուցինք բոլորս, հատկապես ուրբաթ օր, շատ հadouk եւ հիշադակելի օր մներ, մենք որպես հայ ժողովուրդ։ 24 ապրիլ մեծ եղերնի հիշադակությունը։ Եվ ամբողջ աշխարհի բոլոր երկիրներուն եւ ցամաքամասներուն վրա հայեր միապանեցան, գողկողքի եղան եւ հիշադակեցին 111-րդ հիշադակը ապրիլյան մեծ եղերնի։ Նաեւ գուզեմ այստեղ մեջբերում մնել մենք որպես հայ, բայց նաեւ օստրալիացի։ Աս երկրի մեջ գաբրինք, Australia-ի մեջ գաբրինք, հաջորդ օրը 25 ապրիլ նաեւ իրենց հիշադակելի օրներ Anzac Day։ Ուր առաջին համաշխարհային պատերազմին զինվորներ նահատակվեցան 8700 մոտավորապես 2600 Նյու Զիլանդի զինվորներ են եւ ամեն տարի հիշադակեն մենք որպես հայ օստրալիացի նաեւ հարկանքի մեր դուրքը գուտանք բոլորանոնք որոնք իրենց ասկին, իրենց երկրին, իրենց ժողովրդին համար նահատակվեցան։ Բայց եւ այնպես իմ ավելի գետրոնացումս բիդլա մենք որպես հայ ժողովուրդ մեր անցյալի այդ ցավալի եղերնի պատմության վրա։ Թեպքի պատմությունը չէ որ ցեզ հետ պիտի գիսվիմ սիրելներ։ Բայց մենք որպես հայ ժողովուրդ բարդականություն կստանք ամեն տարի այս հիշադակը մեմիևս վերագենթանացնելու մեր մեջը։ Չնայած որ աղետալի օրեր էին։ Ցեղասպանության միտքը, ցեղասպանության մկաղապարը, ժողովուրդ մփնաչինչ ընելու ծրագիրն ու նպատակը։ Գիտենք սա ծրագրին յետին Օսմանյան գայսրությունը գար։ Եվ ես կհավատամ որ անոր յետին թիվային չար իշխանությունները։ Սատանային բոլոր փանակն ու զորքը։ Որովհետև աշխարհ քաչ գիտե որ հայը եւ հայ ժողովուրդը Թարերուն տասկին իր հավատքի կյանքի մեջ, իր քրիստոնեական կյանքի մեջ շարունակած եւ ապրած է։ Եղած ենք առաջին ժողովուրդը, ուր ընդունած ենք քրիստոնեությունը որպես pedagogan եւ գարավարական գրոնք 301 թվականին։ Եվ այս բոլորը չարը դեսնելով երբեք լուրջ չէ սիրելիներ։ Երբեք լուրջ չէ։ Ես պիտի չխոսիմ անպայմանորեն եղերնի թեփքերուն եւ պատմություններուն մասին ուր ինչ պատահեցավ։ Բայց այսօր գուզեմ այս եղերնի թեփքը, այս հիշադակելի օրը նայիլ Աստվածաշունչի ակնոցներով։ Ամեն բան, որ մեր կյանքի մեջ կբադահի, ամեն թեփք եւ եղելություն որ մեզի գահանտիբի լա անցյալի մեջ եւ լա ներգային մեջ լավակույն եւ ճշմարտակույն լուծումը եւ բալասխանը եթե գուզես գիտնալ դիմա Աստվածաշունչին կորձածե Աստվածաշունչի ակնոցները եւ այն ադեն գրնաս դեսնել իրականությունը իր ամբողջական եղելության մեջը ճշմարտությունը գրնաս գիտնալ Գիտեք սիրելներ, շատ լսած ենք, որ ուր էր Աստված, երբ 1.5 միլիոն հայ ժողովուրդ, մամիկներ, բաբիկներ, չափահասներ, երդասարդ, երդասարտուհիներ, երեխաներ,
գզոհվեին։ Ուր էր Աստված։ Գիտեք, Արթուր Մեսչյանի նշանավոր երգը այս բարերով գսկսի, ուր է իր Աստված։ Եվ գիտեք, սա մեր ժողովրդին քաղաքապարապանության վերածվեցավ։ Միշտ նայելով վեր եւ այս հարցումը ուղղելով Աստծո, որ ուր է իր թուն։ Երբ այս ասկը եւ այս ժողովուրդը նահատակ կուտար, զոհ կուտար, ուր է իր թուն։ Եթե այս հարցումը ինձ հարցնեք, ցեզի ասեմ, գրնամ ցեզի շատ մբադասխաններ տալ։ Գրնամ մեկ ավելի պատասխաններ տալ։ Բայց եթե հարցնեք, որ այս պատասխանները վստահ գիտես եւ վստահ ես այս հարցումներուն, այս պատասխաններուն ցեզի բիդեսեմ ոչ։ 100% վստահ չեմ։ Ունիմ պատասխաններ, այո, ունիմ պատասխաններ, բայց թե 100% վստահ եմ, ոչ։ Ուրեմն իմ պատասխանը ցեզի բիդելա, թե երբ այս 1.5 միլիոնը գնահատակվեր գզոհվեր, ուր էր Աստված, ցեզի բիդեսեմ, որ ես վստահ չեմ այս պատասխանին։ Չեմ գիտեր։ Գիտեք ինչու համար։ Որտեւ գուզեմ տեսնել Աստծո խոսքին դեսանգունեն, երբ կսե իմ խորհուրդները ծեր խորհուրդները չեն, եւ իմ մտածումները ծեր մտածումները չեն։ Նա է մարգարեն գսե ձազուկ բաները դերոջը գվերապերին, բայց հայտնված բաները մարդոց եւ մարդոց որդիներուն։ Ցեզիս եմ շատ բաներ մեր կյանքին մեջ, անցյալի մեջ եւ քալիքին մեջ մենք թերևս պատասխան պիտի չկարողանանք ունենալ։ Անոնամար չեմ համարցակիր ցեզի վստահ պատասխան մտալ եւ ծեր ուշադրությունը այդ պատասխանին վրա կենտրոնացնել։ Այսօր հետ մեկտեղ այս բոլորին հետ մեկտեղ իմ ուշադրությունս 1.5 միլիոն զոհեն պիտի դարձնեմ։ Անոնք, որոնք ազատեցան եւ ապրեցան։ Եվ ցեզի պիտի գարտամ Երեմիայի մարգարեութենեն։ Ողբ Երեմիա 3-րդ գլխուն 22-րդ համարեն։ 22-րդ եւ 23-րդ համարը այսպես կսե։ Ողբ Երեմիա 3-րդ գլխուն 22-րդ եւ 23-րդ համարը։ Անուն Հոր եւ Որդվո եւ Օգնին Սրբո ամեն։ Դերոջը ողորմությամբ չհադանք։ Դերոջը ողորմությամբ չհադանք։ Միասին գրնանք ասել։ Դերոջը ողորմությամբ չհադանք։ Վասնզի անոր քթությունը չբացեցավ։ Անոնք ամեն արդու գնորոքվին քու ճշմարտությունդ մեծ է։ Դերոջը ողորմությամբ չհադանք եւ նայեմ ցեզի գարտամ Եսայի մարգարեության առաջին գլուխը։ Առաջին գլուխեն Եսայի մարգարեության առաջին գլուխեն 9-րդ համարը գսե Եթե զորքերու դերը մեզի քիչմը մնացորդ թողուցած չլար, մենք Սոդոմի պես պիտի ըլլայինք ու Գոմորի պիտի նմանեինք։ Եթե զորքերու դերը մեզի քիչմը մնացորդ թողուցած չլար, մենք Սոդոմի եւ Գոմորի պես պիտի ըլլայինք։ Հրամեցեք սիրելի քույրեր եղբայրներ։ Գիտեք Սոդոմ Գոմոր ինչ պատահեցավ։ Բոլորս ցանոթ եք։ Երկինքեն գրագի իջավ եւ այդ երգիրը եւ այդ քաղաքը եւ մեջը բնակող բոլոր բնակչությունը ոչնչացան։ Գիտեք երբեմն մեր ուշադրությունը մեր հայ ժողովրդին ասենք քաղաքապարապանության մեջ այս դեսողությունը ավելի ծանր կգշրեսելով որ ուր է իր Աստված քան տեսելու որ դեր քու ողորմությամբ մենք չհադանք եթե զորած դերը մեզի մնացորդ մթողուցած չլար մենք Սոդոմի եւ Գոմորի պես ոչինչ պիտի ըլլայինք Գիտեք սիրելիներ
Որքան ժողովուրդներ գային անցյալի մեջ, հզոր ժողովուրդներ, փանակներ եւ զորք ունեցող ժողովուրդներ 5 դագարանի մեջ, ամաղեգացիները, մատյանացիները, խևացիները, կերկեսացիները, ասոնք բոլոր մեծ զորքով լեցուն ասկեր էին եւ այսօր ոչ եւս են չգան։ Ես կուզեմ այսօր մենք որպես Աստծո զավակները նայենք Աստծո ողորմության, երբ ամեն տարի գտեվագողենք 24 ապրիլը, գողքի եղբորդ, գողքի քրոջդ նայիր, որ հայ է քեզի նման։ Եվ դարձիր երկինք եւ դերոջը ասե դեր, քու ողորմությամբ մենք չհադանք։ Տուն մեզ մնացորդ մցկեցիր ասի եգրի վրա։ Եվ այսօր աշխարհի բոլոր ցամաքամասներուն վրա, որ երգիրը, որ քաղաքը երտած, անպայմանորեն գահանտիբիս հայի։ Այո, չարթը բաճար եղավ, որ մենք ծրվինք։ Մեր նախահայրերը անոնք, որոնք գրծան ազադիլ այդ հրեշային եւ ջիվաղային ասենք ցեղասպանութենեն եկան թեպի Սուրիա, դեր զորի անաբադեն եկան Սուրիա, իմ մեծ հայրս Հալեբ եկավ։ Եվ մեզ մեծ շատերը Հալեբեն, Լիբանանեն աշխարհի բոլոր ցամաքամասները։ Եվ հիմա մենք ամեն տեղ գտնվենք, ամեն երկիր, ամեն քաղաք։ Որովհետև Աստծո ողորմությունը մեր վրա եղավ։ Թուրքին նպատակը, Օսմանյան գայսրության նպատակը մեզ ցեղասպանն է, մեզ ոչնչացն է։ Ամբողջությամբ այս ժողովուրդը երկրի վրա են փնաչինչն է։ Եվ թերևս մեկ ալ օրինակ մնումուչ մտանկարանի մեջ տնե, ասելու որ հաջորդ սերունդներուն անցյալին ժողովուրդ մգար, որ հայ էր։ Եվ ահա նմուշը ան է։ Աստծո ողորմությունը սիրելիներ մեզի հետ եղավ, ուր է իր Աստված անոնց հետ էր, որ այդ բոլոր ցեղասպանության քաղաքարեն Աստված ցանոնք կազադեր, Աստված ցանոնք ագարաշնորթեր, Աստված ցանոնք կբահեր։ Այդ 1.5 միլիոն նահատակը չարին եւ սատանային ծրագրին ներքև եղավ, բայց Աստծո նախախնամությունը, Աստծո ողորմության շատությունը, որ մնացորդը ազատեցան Աստված, ուր է իր Աստված մեր նախահայրերուն հետն էր, երբ անոնք գերբոմը ծևոմը գրցան փախչիլ, գերբոմը ծևոմը գրցան կոյադեվել այդ դերզորի չոր անաբադին մեջ, երբ Աստվածային միջամտությունը անոնց կբահեր եւ կբաշխաներ։ Հայ ժողովուրդը Աստծո սիրած ժողովուրդն է։ Ասեմ ցեզի։ Աստված կսիրե հայ ժողովուրդը։ Աստված դեսած է հայ ժողովրդին հավատքի կյանքը անցյալեն մինչև հիմա։ Չեմ ասել որպես ընդհանուր ժողովուրդ մենք բոլորս հավատքի դեր մարդիկ ենք, նույնիսկ հիմա, բայց միշտ ալ գտնված է մեր ժողովրդի մեջ անձեր, եկեղեցիներ, հավաքականություն, որ Աստծո երեսը փնտրած են, Աստծո թեմքը փնտրած են։ 24 ապրիլը մեզի գուդա այն քեղեցիկ հասկացողությունը, որ Աստված մեզի հետ էր, երբ Աստված կխնայեր եւ կբահեր մեր ժողովուրդը Օսմանյան գայսրության սուրեն։ Առաջին մտածում ասի։ Երկրորդ մտածումը, որ գուզեմ ասել, որ Աստծո նախախնամության եւ Աստծո ողորմության որպես արդյունք մենք կոյադևեցինք
այո փառք իր սուրբ անվանը ամեն բան եւ ամեն բանը առաջ իրեն գբարդինք մեր քոյադեվությունը ասեմ ցեզի եթե դու հոսես եթե ես հոսեմ եւ եթե աշխարհի վրա 10-12 միլիոն հայ գա աս բոլորը գբարդինք Աստծո թող հստակ աշխարհ լսե եւ գիտնա 12 միլիոն հայ ժողովուրդ թող իմանա եւ թող լսե եւ գիտնա եթե մենք այսօր գանք եւ գքոյադևենք գբարդինք երկնավոր Աստծո եւ երկրորդ մտածումը գուզեմ ասել որ Աստծո նախախնամության գողքին նաեւ մենք որպես ժողովուրդ եւ հայ ժողովուրդ մենք քոյադևելը ցանկը սիրեցինք Մեր մարմաշներ որ մենք ապրինք եւ քոյադևենք եւ չգործվինք եւ չլուծվինք Որտեւ երբ որ մնացորդը ելավ Թուրքիո հողերեն կամ ասենք պատմական Հայաստանի հողերեն ինչ որ հիմա Թուրքիայի վերածված է եկան եւ սիցեզի Սուրիա անցան դերձորեն մինչեւ Հալեբ իմ նախահայրս մեծ հայրս Հալեբ եկած է Եվ գիտեք սիրելիներ Հալեբ վերջի Լիբանան եւ միջին արևելքի շատ մի երկիրները Իրաք, Հորդանան, Եգիպտոս շատ նման երկիրներու մեջ հայը սկսավ ծրվելու ինչն ինք կացին այնտեղ հայը գրգին գողքի եկավ եւ իրարու հետ համացայնեցան որ ամեն բանի առաջ մենք կուզենք մեր հավատքը եւ մեր ասկությունը բահել Ուզեցինք մենք առաջինը եկեղեցի հիմնել, երկրորդ անոր գողքին թբրոց շինել, երրորդ անոր գողքին ագունքներ, մարզական կետրոններ եւ հաստատություններ, ուր որ կացինք, ուր որ գտնվեցանք, այնտեղ մենք գրգին նոր եւ փոքր Հայաստանը շինեցինք եւ կանգնեցինք։ Անոնք որոնք Հալեբեն են, անոնք որոնք Լիբանանեն են, կհասկանան ինչ կսեմ։ Հալեբի մեջ շրջաններ գային բادرազմեն առաջ, որ Հայաստան էր, մեկ հատ օդարմը չեր գրնար դուն մկնել, որտեղ հայրենիքի վերածված էր։ Կացինք եւ շինեցինք հայը աշխատասեր է, փառք Աստծո։ Հայը խելացի է, փառք Աստծո։ Հայը արեստավոր է, փառք Աստծո։ Երբ որ արեստավորներ կփնտրեին, արաբ մեր եղբայրները Առաջինը գուքային հայերունքով իրենց ինքնաշարժները, իրենց օտոները, իրենց ոսկեղենները, իրենց ամեն տեսակ էլեկտրիկ գործիքները, ամենը գուքային որբեսի հայերը նորոգեն եւ շինեն։ Ինչու, որտեվ հայը խելացի էր, հայը արեստավոր էր, հայը շինարար էր, հայը ամենտեղ վստահելի էր։ Գուզեմ այս մեկը այս բադիվը դալ իմ ժողովրդիս, հայ ժողովրդիս Աստծո նախախնամության գողքին մենք որպես ժողովուրդ լավակույնը ըրինք որպեսի քոյադևենք չլուծվեցանք չսինք օքեյ արաբին հետ արաբը լանք եւ երթանք իրենց հետ ամուսնանանք եւ իրենց նման արաբը լանք մեր դղաները արաբներուն դանք մեր աղջիկները արաբներեն արաբ աղջիկները առնենք եւ լուծվինք եւ իսլամանանք չրինք այդ մեկը որպես հայ ժողովուրդ մենք մեր ասկությունը վերբահեցինք Մեր հայրենասիրությունը ամեն բանը վեր նկատեցինք, մեր հավատքը, մեր գրոնքը, նախաբադվությունը նկատեցինք եւ մեր բոլոր ուժը, մեր բոլոր կարողությունը թրինք, որբեսի վերաշինենք այս ժողովուրդը։ Հարկանք ունիմ այս ժողովուրդին։ Հարկանք ունիմ այս ժողովուրդին, որ թարերուն ընթացքին մինչև այսօր Սիդնեի Քաղաքի մեջ, հերավոր Ավստրալիայի մեջ, մենք ունենք մեր հայ քաղուտը, մենք ունենք մեր հայ եկեղեցիները, մենք ունենք մեր հայ դպրոցները, մենք ունենք մեր հայ մարզական կետրոնները, որտեղ հայը շինարար է, հայը աշխատասեր է, հայը հավատարիմ է։ Հարկանք, գրգին հարկանք հայ ժողովրդին։ Եվ երրորդ մտածումը որ գուզեմ ասել որովհետև
Մենք կոյադևեցինք եւ մինչեւ այսօր եղավ, որովհետեւ մեր ժողովրդին եւ մեր ասկի մեջ գտնվեցան մարդիկ, որոնք դեսիլք եւ հավատք ունեցան։ Եվ երբ մեր ժողովրդին գնային եւ գտեսնեին մեր ժողովուրդը ցեղասպանութեն է գանցնի, չհանձնվեցան։ Իրենց հավատքը եւ իրենց դեսիլքը երկնային Աստծո դարձուցին եւ նայելով այդպես ասին, որ դեր դու կարող ես այս ժողովուրդը կոյադևել, դու կարող ես այս ժողովուրդը բահել։ Իրենց փերնեն չելավ անեցքի խոսքեր, իրենց փերնեն չելավ նեգատիվ եւ ժխտական խոսքեր, իրենց փերանեն ելավ օրտնության խոսք, գյանքի խոսք եւ հաջողության խոսք։ Գիտեք սիրելիներ, երբ որ մենք Եզեկիել մարգարեությունը կգարտանք, ցեզի շատ կարևոր թեփ մգարտամ Եզեկիել մարգարեութենեն։ Հալելույա։ Եզեկիել մարգարեության 37-րդ գլուխը ուզեմ քանի համարներ գարտալ։ Նայեցեք, երբ Աստված մարգարեին խոսի եւ մարգարեն Աստծո հետ խոսի ժողովրդի համար։ Եվ նայեցեք ինչպես կնկարագրե, ցեզի գարտամ։ Դերոջը ցերկի իմ վրաս եղավ եւ դերը զիս հոգիով հանեց ու թաշտի մեջ դրավ։ Անիգա ոսկորներով լեցուներ։ Եթե 1.5 միլիոն զոհերուն նայեիր մահվենի հետ, ուրիշ բան չէիր տեսներ, եթե ոչ ծորմը, որում մեջ ոսկորներով լեցունեին։ Անիգա ոսկորներով լեցուներ, զիս անոնց շուրջը բդծուց։ Անոնք թաշտին երեսին վրա խիստ շատ էին եւ խիստ չորցած։ Դերը ինձի ասավ, որդի մարդու այս ոսկորները գրնան կենթանանալ։ Ասի, ով դեր Եհովա, տուն գիտես։ Ինձի ասավ, այս ոսկորներուն վրա մարգարեություն ըրե։ Ինչ ըրե? Մարգարեություն ըրե, այս ոսկորներուն վրա մարգարեություն ըրե։ Ով է ընողը? Եզեկիել մարգարեն, Աստված չեր գնար այդ խոսքը ինքը ուղել, գնար ուղել, բայց գտնվեցավ անցը, որ Աստված վստահեցավ իրեն եւ ասավ Եզեկիել մարգարեին, «Տուն պիտի ըլլաս մարգարեություն ընող այս ոսկորներուն»։ Շարունակեմ։ Ով չորցած ոսկորներ, դերոջը խոսքը լսեցեք։ Այսպես կսե դեր Եհովան այս ոսկորներուն, ահա ես ձեր մեջ հոգի պիտի տնեմ ու պիտի կենթանանաք։ Եվ ցեր վրա ճիղեր պիտի տնեմ ու ցեզ միսով պիտի բադեմ ու ցեզ մորթով պիտի ծածկեմ եւ ցեր մեջ շունչ պիտի տնեմ ու պիտի կենթանանաք եւ պիտի գիտնաք թե ես եմ դերը։ Ես մարգարեությունների ինչպես ինձի հրամայվեցավ ու հազիվ թե մարգարեացա, ցայմը լսեցի, շարժումը եղավ ու ոսկորները իրարու մոտեցան, ոսկորը իր ոսկորին։ Դեսա թե անոնք ճիղերով ու միսերով բադվեցան ու մորթով ծածկվեցան, բայց անոնց մեջ շունչ չկար։ Այն ադեն ինձի ասավ, շունչին մարգարեություն ըրե։ Մարգարեություն ըրե, որդի մարդո ու շուրջին ասե, դեր Եհովան այսպես կսե, ով շունչ, 4 հովերեն եկուր ու այս սպանդվածներուն վրա փչե։ Այս սպանդվածներուն վրա փչե։ Գիշեք 111 տարվա առաջվա եղելությունը եւ թեփքը այս սպանդվածներուն վրա փչե որբեսի կենթանանան ես մարգարեությունները ինչպես Տերը ինձի հրամայեց ու շունչը անոնց մեջ մտավ ու կենթանացան եւ իրենց ոտքերուն վրա գայնեցան ու խիստ մեծ փանակ մի եղավ։ Սիրելիներ, եթե այսօր քո է հայ ժողովուրդը Աստծո նախախնամությունը մեր ժողովրդին մարմաշն ու սերը կյանքի նկատմամբ նաև անոնք որոնք կանգնեցան եւ սկսան խոսք ուղղել մարգարեական խոսք ուղղել այս ժողովրդին նկատմամբ Գիտեք սիրելիներ մենք որպես ժողովուրդ շատերս տարբեր խաղապարներ ունենք իրար մեջ Շատերս տարբեր մտածումներ ունին իրար մեջ։ Այսօր Հայաստան երբ որ գնայիս գտեսնես մոդադենեն նախագահական ընտրություն բիդելա եւ տարբեր գուսակցություններ կան։ Եվ ես ուրախ եմ որ տարբեր գուսակցություններ կան, մեկ ավելի գուսակցություններ կան։ Հարցը սա է,
որ որքան դարբերակ լա եւ որքան դարբերությունը լա, մեր նպատակը այն է, որ մենք նայենք մեր երկրին, մեր ժողովրդին եւ մեր հայրենիքին եւ մենք սկսենք օրհնության խոսել։ Դարբերը լալը չի նշանակեր, որ իրար հագասենք, դարբերը լալը չի նշանակեր, որ իրար թեմ բայկարինք եւ բادرազմինք, դարբերը լալը շատ մեծ հարստություն է, որքան ադեմ, որ մենք իրարու հետ կկործենք եւ մենք իրարու հետ կաշխատենք։ Եվ սիրելիներ, գուզեմ աս մեկ ասել, որքան ալ դարբերակ լա եւ որքան ալ դարբեր դեսագետներ լան, նույնիսկ անոնք եթե երբեմն իրարու հետ գահագաթարցեն, մենք որպես նոր կյանք, մենք որպես եկեղեցի պիտի կանգնենք եւ պիտի խոսենք եւ օրհնության խոս պիտի ուղենք եւ մարգարեական խոս պիտի ուղենք մեր ժողովրդին համար։ Եվ Աստված այդ չորցած ոսկորները կգենթանացնե, այո կգենթանացնե, եթե տուն եւ ես գարենանք մարգարեանալ եւ մարգարեական խոսել։ Չեմ խոսի այդ մեկ միլիոնը հարություն արնե, գխոսիմ ներգա ժողովուրդը, որ ողջ մեռած են։ Մեծ մասը ողջ մեռած են։ Գաբրին առանց Աստծո ներգայության, Գաբրին առանց Աստծո օրհնության։ Եվ մենք կգանքնենք եւ կսկսենք օրհնության խոսել։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, մենք պիտի օրհնենք այս ժողովուրդը, ինչու որովհետեւ այս ժողովրդին կոյադեման մեկ դարբերակը, երբ ես եւ տուն կսկսենք օրհնել զանոնք, կսկսենք ցանկի խոսել, գենթանության խոսել։ Մենք պիտի օրհնենք մեր ժողովուրդը։ Իմ քահապարս լագան ոչ, իմ դեսագետս ունենական ոչ, ես պիտի օրհնեմ իմ ժողովուրդս, հայ ժողովուրդը, որ Աստված ինձի գանչեց եւ Աստված ինձի այս ժողովրդի մեջ դրավ։ Ես կսիրեմ իմ ժողովուրդս, ես կսիրեմ իմ ազգս, ես կսիրեմ իմ հայրենիքս, անորոմար պիտի օրհնեմ, պիտի մարգարեանամ, ամեն մեկս պիտի մարգարեանան գսելու որ դեր այս ժողովուրդը տուն գրնաս կենթանացնել, այո գրնաս կենթանացնել, դեր տունես հոգի դվողը եւ մենք խոսողը, տունես օրհնություն դվողը եւ մենք զանիգա փոխանցողը Հիսուսի անունով։ Հալելույա, Իրեն։ Ամեն։ Հիմա գիտեք ինչ պիտենք։ Հիմա blessing երգը պիտի երգենք։ Այս blessing երգը գիտեք ամբողջական գերբով օրհնության երգ է։ Գիտեք որ ու պիտի ուղենք ասիգա մեր ժողովրդին։ Մեր ժողովրդին սակո պիտի խնդրեմ որ կաս դաս եւ նվակես Բիդի երկենք եւ այս blessing-ը, այս մարգարեական խոսք բիդի ուղենք։ Այս երկի մեջ կսե դերը քեզ օրհնե, դերը քու ելելդ եւ մտնելդ բահե, դերը քու աչդ եւ ցախդ բահբանե։ Երկին բարերը փոլորը օրհնության եւ մարգարեական խոսքեր են սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Մենք բիդի ուղենք այս խոսքը մեր ժողովրդին հայրենիքի մեջ եւ սփյուռքի մեջ։ Ամեն։ 12 միլիոն հայ ժողովրդին մենք այս օրհնությունը գարցակենք այսօր։ Հերավոր Սիդնեի նոր կյանք եկեղեցի են։ Ամեն։ Hallelujah. The Lord bless you and keep you my country. Իմ հայրենիքս, իմ ժողովուրդս։ Hallelujah. Make his face shine upon you and be gracious to you. The Lord turn his face toward you and give you peace. Armenia. Խաղաղություն Երևանին, խաղաղություն Հայաստանին։ Ամեն սիրելիներ։ The Lord bless you and keep you. Make his face shine upon you and be gracious to you. The Lord turn his face toward you and give you peace. The Lord bless you and keep you. Make his face shine upon you and be gracious to you.
the Lord turn his face toward you and give you peace. Amen. 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 May his favor be upon you and 1,000 generations, and your family and your children and their children. Haydarare, his favor be upon you and 1,000 generations, and for your family and your children and their children and their children. May his presence be before you and behind you and beside you, all around you and within you. He is with you. He is with you in the morning, in the evening, in your coming and your going, in your weeping and rejoicing. He is for you. He is for you. Amen. 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 May his favor be upon you and 1,000 generations, and your family and your children and their children and their children. May his favor be upon you and 1,000, and your family and your children and their children and their children. May his presence go before you and behind you and beside you, all around you and within you. He is with you. He is with you in the morning, in the evening, in your coming and your going, in your weeping and rejoicing. He is for you. 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 Amen. 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 Hallelujah. Փառքեզի ով դեր, գործեն քեզի ով դեր, որովհետև տունես հայ ժողովրդին քոյադևման միակ բաճարը ով դեր, առաջին բաճարը, հիմնական բաճարը։ Շնորհակալ ենք քեզի ով դեր, որ մնացորդ մթողուցիր, որբեսի քոյադևենք որբես հայ այս երկրի վրա։ Քու ողորմությամբ չի հադանք ով դեր, հապա ապրեցանք և քոյադևեցինք։ Շնորհակալ եմ դեր ամեն մի հայի համար, որ դեր շինեց այս ժողովրդին մեջ լավագույնը ըլլալու հայ գերբարը յուրաքանչյուրիս մեջ։ Փառք քեզ ով դեր, որ եղան հավատքի մարդիկ, որոնք գյանք խոսեցան, գյանք մարգարեացան, կենդանություն հայտարարեցին այս ժողովրդին համար։ Մենք կհետևենք անոնց ով դեր,
այս սարավոտ եւ կյանք կխոսինք հայ ժողովրդին ապրիր երկար ապրիր ով ժողովուրդ Աստծո հովանին դակ ապրիր եւ կորձե իր փառքին համար իր թակավորությունը դարածե ով հայ ժողովուրդ ընդրված ժողովուրդ կորձե իրեն համար թող դերը քու առաջնահերթությունը դլա ով հայ ժողովուրդ եւ Աստծո հոգին եւ Աստծո ներկայությունը կյանքիդ մեջ դեր օրտնեցես եւ դերը բահեցես եւ դերը իր թեմքը բայցարացնեց ծեր վրա եւ ողորմի Հիսուսի անունով գաղութեմ Ամեն, ամեն, ամեն Շնորհքը ծեր բոլորին հետ